Բարև ձեզ, մենք այսօր ձեզ կպատմենք Թորատան մասին։ Թորատունը դա կլորաձև մի վայր է, որտեղ որ կանայք պատրաստում են լավաշ կամ գաթա։ Թորատունը կարող է տաք մնալ ժամերով, որը այն ժամանակ համարում էին օրհնություն։ Շատ ընտանիքներ համարում էին, որ Թորատունը պահպանում է ջերմությունն ու սերը։ Այն ժամանակ եւ կանայք լավաշ էին թխում, երեխաները գալիս էին եւ խաղում էին, իսկ տատիկները գալիս էին եւ շորեր էին գործում, գուլպաներ։ Լավաշ պատրաստելը դառնում էր փոքր տոն։ Սովորաբար տան կինն էր զբաղվում Թորատան գործերով, բայց ամեն մեկն ուներ իր փոքր դերը՝ փայտ տրելը, խմորը տարտվայրում պահելը, սպասել մինչև այն պատրաստվի։ Թորատանը հավաքվում էին բարեկամներ, հարևաններ եւ հետաքրքիր պատմություններ պատմում։ Երգում էին, երեխաները խաղում էին Թորատան շուրջ։ Լավաշը ունի հին պատմություն, որը պատմում էր, որ մի մարդ, երբ որ գերի էր ընկեր Ասորեսանում, նրան ասել էին, որ մի քանի օր հաց չուտի եւ նա իր հետ թակում բերել էր հայկական լավաշ, որը թխել էր իր տատը եւ նա դա ուտելով ուժ էր հավաքել եւ պատերազմի կռվի ժամանակ հաղթել էր։ Թորատունը իրենից պահանջում է համբերություն եւ հոգատարություն։